Ապօրինի կալանքի տակ գտնվող Մերձևով ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան սոցիալական ցանցի էջում հրապարակվել է ծրագրային հոդված, որտեղ Սամվել Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի ապագայի իր տեսլականը։ Ընդամենը մի քանի օրից կավարտվի 2025 թվականը, եւ մենք մուտք կգործենք Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության համար ճակատագրական տարի։ Պարզ է, որ 2026 թվականի հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները ճակատագրական հետևանքներ են ունենալու մեր որպես պետականություն ունեցող ազգի ապագայի վրա։ Ինչպիսին էլ այդ ապագան լինելու է, որոշել է ինքը հայ ժողովուրդը ասված է հայտարարությունում։ Սամվել Կարապետյանը 4 կետանոց այլընտրանք է առաջարկել գործող իշխանությունների վարած քաղաքականությանը։ Արժանի ու խելացին լավ դիրք է զբաղեցնելու պետական համակարգում անկախ իր ծառայություններից ու ունեցած փողի քանակից։ Նա ընդգծել է, որ պետք է անցյալում թողնել աղքատներ ունենալու փաստը։ Արտաքին հարաբերություններում Կարապետյանի խոսքերով Հայաստանն իրավունք չունի վատ հարաբերություններ ունենալ որևէ հարևանի ու որևէ գերտերության հետ։ 4-րդ կետով Սամվել Կարապետյանը անդրադարձել է ազգային համախմբմանը, նշելով, որ կրկին պետք է դառնալ մեկ մեծ ընտանիք, որտեղ յուրաքանչյուրն իր գործով շենացնում է հայրենի տունը։